Նախագահ Անտոնիո Կոշտային հրավիրելու բացման խոսքով անդրադառնալու խնդրեմ պարոն նախագահ։ Հարգարժան վարչապետ, հարգելի գործընկերներ, ես կցանկանայի ջերմորեն ողջունել վարչապետ Փաշինյանին առաջին հերթին մեզ այստեղ Երևանում հյուրընկալելու համար Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ես կցանկանայի իհարկե շնորհակալություն հայտնել բոլորին այստեղ լինելու համար, շնորհակալ ենք ներկա լինելու համար եւ նախագահ Ալիևին առցանց մեզ միանալու համար։ Այսօր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իսկապես պատմական է։ Պատմական է, որովհետեւ առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ, Հարավային Կովկասում, Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղ Հայաստանը պատկանում է։ Հաշվի առնելով վերջինիս հինավուրց պատմությունը։ Սա պատմական է, քանզի այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված համաձայնության շնորհիվ, համաձայնության, որը խաղաղության պատմություն է Եվրոպայի համար, Եվրոպայում, որը պետք է տոնվի մի աշխարհում, որտեղ պատերազմները կարծես թե գերակայում են։ Այս համաձայնագրի շնորհիվ է, որ բարելավվել են հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջև եւ այդ շնորհիվ է, որ այս տարածաշրջանն անցել է փոխակերպման ճանապարհին։ Փոխկապակցված ռազմավարական արդյունաբերական ոլորտները, շուկաները, տրանսպորտային միջանցքները, թվանշային ցանցերը եւ էներգետիկ փոխկապակցվածությունը այսօր ավելին են, քան պարզապես ապրանքները։ Նրանք վստահություն են ձևավորում, ստեղծում աշխատատեղեր եւ հարևաններին հնարավորություն տալիս կապվել պրակտիկ գործընկերական հարաբերությունների եւ համատեղ աճի ներքո։ Եվրամիությունը պատրաստ է վստահելի գործընկեր դառնալ եւ այս տեսլականը դարձնել իրողություն, ապահովելով այս պահի անդառնալիությունը, խաղաղության եւ հնարավորությունների բարգավաճման կենսական նշանակություն ունի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը պայքարել արտաքին ազդեցությունների եւ ապատեղեկատվության դեմ։ Հայկական ժողովրդավարության ապագան ընկած է Հայաստանի քաղաքացիների ձեռքում միայն։ Կա երրորդ պատճառը, թե ինչու է այսօրվա գագաթնաժողովը պատմական։ Առաջին անգամ է, որ մենք հրավիրել ենք ոչ եվրոպացի գործընկերոջ, Կանադայի վարչապետ Մարկ Կարնեին, ով մասնակցում է գագաթնաժողովին Եվրոպական քաղաքական համայնքի։ Բարի ողջույններս, Մարկ։ Աշխարհագրաքաղաքական իրավիճակը Եվրոպայում այս պահին եվրոպական տարածաշրջանում տեսնում է ռուսական ագրեսիա Ուկրաինայի դեմ եւ հակամարտություն միջին արևելքում, սա եւս մեկ անգամ փաստում է, որ մեր աշխարհամասերը այս պահին ձևավորում են 30-60 տեսլական իր անվտանգության համար։ Այս տեսլականը որպես այդպիսին 360 աշճան պետք է առաջ մղվի համապատասխան սկզբունքների ներքո։ Եվրոպան պետք է կանգնի առաջնագծին միջազգային իրավունքի եւ կարգի պահպանման եւ միաժամանակ հետևելով ՄԱԿ-ի խարտիային կամ կանոնագրքին ստեղծի բազմակողմանիության եւ համագործակցության հարթակ։ Սակայն աշխարհն այսօր միայն աճող անկայունության հանգույց չէ, կա երկրորդ կարևոր միտումը։ Աշխարհում բազմաբևեռականությունն է զարգանում։ Սա մի միտում է, որը պահանջում է բազմաբևեռ փոխգործակցություն, միտված խաղաղության եւ ընդհանուր բարգավաճման կարողությունների ձևավորման։ Բոլոր այս մակարդակներում Կանադան համախոհ կողմ չէ միայն, այլ գործընկեր։ Կանադան կիսում է Եվրոպայի գլոբալ 360 աշճան տեսլականը անվտանգության։ Կանադան մեզ հետ միասին ցանկանում է ստեղծել միջազգային կարգ, որը հենված է միջազգային իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի վրա։ Կանադան
առաջատարն է բազմակողմանիության ՄԱԿ-ի համակարգի հետ միասին, որն իր սրտում է։ Եվ վարչապետ Կառնեն այս պահին այն ջատագովն է, որը պետք է այս փոխգործակցությունը առաջ մղի։ Հենց այդ պատճառով է, որ Կանադան առաջին անգամ որպես ոչ եվրոպական հյուր մասնակցում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Մարկ, ողջունում եմ ձեզ, դուք մեր ընկերն եք։ Սակայն ԵՔՀ-ն միայն ընդհանուր եվրոպական սկզբունքների վրա հիմնված տեսլականի ձևավորման չէ միտված խաղաղության եւ բարգավաճման։ Եվրոպան նաեւ միտված է այդ տեսլականը բերելու իրականություն, էներգետիկայի, փոխկապակցվածության, ժողովրդավարական դիմակայունության ուղղություններում։ Սրանք են հիմնական թեմաները մեր այսօրվա գագաթնաժողովի եւ այդ թվում դրան հաջորդող կլոր սեղանների քննարկումների։ Վստահ եմ, որ այսօր եւ հաջորդող գագաթնաժողովներին ԵՔՀ-ն կդառնա գործողությունների հիմնական խթանը, գործողությունների, որ միտված կլինեն աջակցելու Ուկրաինային, Մոլդովային եւ Հայաստանին եւ միաժամանակ կապահովեն եվրոպական կոալիցիայի ստեղծում թմրանյութի ապօրինի վաճառքի դեմ։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իհարկե Էմանուել Մակրոնին եւ Վրաստանի վարչապետին այս կարևոր նախաձեռնությունն առաջ մղելու համար։ Ես կցանկանայի շնորհակալությունս հայտնել վարչապետ Փաշինյանին մեզ այսօր այստեղ հյուրընկալելու համար, բայց միաժամանակ թույլ տվեք շնորհակալություն հայտնել խիզախ քաղաքական որոշումների համար, որ նա կայացրել է Հայաստանին բերելով ավելի մոտ Եվրամիությանը։ Այստեղ է, որ այս ճանապարհը վստահաբար մենք դիտարկում ենք ոչ սխալական։ Այդ ճանապարհը դեպի Եվրամիություն է եւ Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովն այստեղ եւս մեկ անգամ փաստում է այդ ուղղության ճիշտ լինելը եւ դա արժե տոնել։ Սակայն այսօր խոսքը եվրոպական քաղաքական համայնքի մասին է եւ ես բոլորին մաղթում եմ հաջող քննարկում։ Շնորհակալություն։ Thank you. Շնորհակալություն պարոն նախագահ ձեր բովանդակային եւ առաջահայաց դիտարկումների համար։